Վրամ սպասի։ Լալա, ես չեմ ուզում հիմա հետդ կոպիտ լինեմ։ Ու չեմ ուզում ասեմ բաներ, որից հետո կարամ փոշմանեմ։ Դրա համար հենց ստեղ թեման փակի։ Վրամ, դու կլսես ինձ, եթե անգամ սա լինի իմ ու քո վերջին խոսակցությունը։ Լալա, ես հիմա ընդհանրապես ցանկություն չունեմ ինչ-որ բան լսելու։ Իսկ ինձ չի հետաքրքրում դու ցանկություն ունես թե չէ։ Դու կլսես, եթե անգամ չես ուզում։ Մի մոռացի, որ մենք մի ընտանիքի անդամ ենք, ու եթե դու կարող ես լինել խիստ ու կոպիտ, ապա ես էլ կարող եմ։ Դու ինձ կլսես ու ես կգնամ, ոչ քեզ կփնտրեմ, ոչ կզանգեմ։ Դու կորոշես քո անելիքը։ Լավ, թող տենց լինի։ Քայլենք։ Ոչ մեկ պատրաստ չի իմ երջանկության համար ինչ-որ բան զոհել, ինչ-որ բան անել կամ գոնե լռել։ Ոչ մեկը իմ երջանկության համար պատրաստ չեք ինչ-որ զոհողության գնալու։ Ես դրա համար ինքնակամ զոհում եմ ինձ բոլորիդ համար։ Հիմա կարաք բոլորդ ավելի հանգիստ ու խաղաղ լինեք։ Բայց էլի եմ ասում, ես Հայկին սիրում եմ ու Արմոյին եմ ընտրել, որ հեռու մնամ Հայկից, որ Հայկի հետ լինելու ոչ մի տարբերակ չլինի, բայց այդ չի նշանակում, որ ես կարամ ստիպեմ ինձ մոռանալ Հայկին ու խնդրում եմ ձեզ, ինձանից մի պահանջեք ավելին, քան ես կարամ։ Ես զարմանում եմ, գիտես Նարեն, քո մեջ հպարտության նշույլ անգամ չկա, այդ քո սերը ամենաիսկական ամոթն է, դու ոնց ես տենց հպարտությամբ խոսում դրա մասին, եթե անգամ մենք չլինեինք, մենք էլ հողի տակ լինեինք, դու քեզ լավ էիր զգալու Հայկի կողքին, դու քեզ ներելու էիր այդ ընտրության համար։ Մամա, մի շարունակել խնդրում եմ, Հայկը էլ իմ կյանքում չկա, իմաստ կա շարունակելու այս խոսակցությունը։ Վրամ ուր ես, ինչ է կատարվում։ Իրանի երբեք չպատկերացնեիր, հենց հավա, որը ես եմ ապրում հիմա, Աստված չտա, հազարունի երազանքով եմ 3 երեխա մեծացրել, հույսեր եմ կապել, երջանիկ ապագա եմ պատկերացրել, բայց ոչ մեկը բացի ցավից ոչ մի բան չտեսավ։ Արուս հետ իմ չսպիացող անընդհատ տարյունահոսող ցավն է։
Հեն երկու երեխեքս էլ գնացին ու հենց թշնամուն սիրեցին։ Քեզ թվում է ինձ հեշտ է ձեզ այս վիճակում տեսները։ Ահա որ անար է, ահա որ։ Սիրտս գիտես ինչ է լինում, այսինց կտոր է լինում նարե, կտոր։ Ուղղակի ուրիշ տարբերակ չկա։ Սոնային գրկաբաց ընդունեցի իմ տուն։ Բայց մի օր տեսել ես, որ վրամը լիարժեք երջանիկ լինի։ Չէ։ Թշնամին երբեք տան անդամ չի լինի։ Հա, ես պատրաստ եմ ինքս այս ձեռքով քեզ արմոին տալ։ Մենակ թե չտեսնեմ, թե դու ոնց ես Հայկի կողմը նայում։ Դու իմ երեխեն ես, իմ միսն ու արյունն ես, իմ սիրտն ես, բայց ախր կարոն էլ իմ ցավնա, իմ կարոտնա, ես ոնց անեմ նարե, ինչ անեմ, ոնց մասնատվեմ, Գիտես անընդհատ մղձավանջներ են գալիս աչքից առաջ, Ես այդ օրվանից քուն չունեմ, ոչ ինձ եմ ներում, ոչ էլ քեզ, ինձ չեմ ներում, որովհետև ես պիտի հեռու պահեի Կարոյին այդ արփից, քեզ չեմ ներում, որովհետև դու փոխանակ Կարոյի կողքին մնայիր, արփի կողմը անցար, Դու անընդհատ մեզ թողնում ես ու թշնամու կողմն ես անցնում։ Այդ թշնամի բառը հերիք է ասես, հա։ Եթե անգամ Հայկի ընտանիքը մեզ թշնամի է համարում, դու մի մոռացի այս պատմությունը որտեղից է սկսել ու ով է մեղավոր։ Այնքան իմ համար մեկ է, թե ով է մեղավոր, ով է առաջինը, ով է վերջինը։ Իմ երեխան չկան արե, ու ես երբեք այդ երեխուն չեմ կրկելու, արե խնդրում եմ քեզ, ուղղակի աղաչում եմ քեզ, տարական հարգանք ունեցի իմ ցավի ու Կարոյի հիշատակի հանդեպ։ Ես չգիտեմ ինչ անես։ Սիրում ես այդ տղուն։ Ես չգիտեմ, նարե խնդրում եմ քեզ։ Մի բան արա, մի բան մտածի, որ այդ տղուն հանես քո սրտից։ Հանես։ Որ ես էլ երբեք չլսեմ այդ տղու անունը քո շուրթերից։ Աղաչում եմ քեզ նարե։ Ես չեմ կարողանա ապրել։ Չեմ կարողանա հասկանում ես։ Դու ես որոշել Արմոյի հետ ամուսնանալ։ Ուրեմն գոնե ինքդ քո որոշման հանդեպ հարգանք ունեցի։ ու տեր կանգնի։ Խելքդ գլուխդ հավաքի, որովհետև ես չգիտեմ ինչ կլինի քո կյանքի հետ։
Հայկ, Ցանկություն չունեմ ոչ քեզ տեսնելու, ոչ էլ լսելու։ Ինձ թվում է հասկացար ինձ։ Ու հետո նենց արա որ էլ չհանդիպենք։ Ընդհանրապես։ Տհաճա։ չեմ դիմանում։ Չեմ դիմանում, չեմ դիմանում։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե քեզ ինչ-որ բան համոզում եմ, որովհետև դու ունես սեփական խելք ու հույս ունեմ, որ ինքդ կկարողանաս այս ամենը կապել իրար ու ամեն ինչ հասկանալ։ Ուղղակի հիշի իմ բոլոր ասածները ու այդ նամակի պատմությունը ու ամեն ինչ պարզ կդառնա։ Կրկնում եմ, գնա ու ճշտի, թե որտեղ ա եղել հայրդ, Քաջիկի հիվանդանոց ընկնելու օրը կամ 1 օր առաջ։ Ճշտի, հիշի իմ ասածները ու այս բոլոր պատմությունները կապի իրար, կտեսնես, որ ես ճիշտ եմ։ Ոնց ստացվեց, որ Հայկի պապական տնից այդ նամակն անհետացավ, եթե Քաջիկն անձամբ էր տարել ու դրել այնտեղ։ Իսկ դու ներկա ես եղել, որ սենց վստահ խոսում ես։ Ներկա չեմ եղել, բայց խոսել եմ Հայկի հետ։ Հայկի խոսքը իմ համար 0 է։ Կարող է քո համար 0 է, թող այդպես լինի։ Դու ուղղակի ինձ լսի ու գնա ճշտի, թե ինչ ա եղել։ Քաջիկը ամբողջ ճշմարտությունը գրել է այդ նամակի մեջ։ Եթե Հայկին դրա մասին ասել է, ուրեմն Սաքոին էլ է ասել, որովհետև Քաջիկը առանց Սաքոյի իր կյանքում ոչ մի քայլ չի արել։ Այդպիսի լուրջ քայլ կաներ քեզ թվում է։ Դու էլ գիտես, որ չէ։ Սա առաջին քայլն է եղել, որովհետև այդ մարդը վերջապես որոշել է ճշմարտությունն ասի, որովհետև այս ամբողջ տարիների ընթացքում որպես բեռ ա պահել դա։ Ու վճարեց հենց իր իսկ կյանքով։ Հիմա էլ պիտի արդարացնես հորդ ասելով, դե Քաջիկը մատնել է իր ընկերոջը, պապան ինչ պիտի աներ, հա։ Վրամ, այդ նամակի պարունակությունը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այն ինչ եղել է, դրա մասին գիտեմ մենակ ես ու հայրդ։ Հայրդ էլ գնացել, գտել է Աշոտին, սպանել ու թաղել։ Ու մինչև հիմա բնականաբար թույլ չի տվել, որ այդ ճշմարտությունը ջրի երես դուրս գա, որովհետև իր բարի համբավը կարատավորվեր։ Ես ուրիշ բացատրություն չեմ գտնում այդ նամակի հանկարծ անհետացման կամ հանկարծակի հայտնվելու համար։ Ով է այդ նամակը Հայկին տվել։ Դրան առաջ եկել են թողել ու անհետացել է հանկարծ։ Ես իհարկե կարողացել եմ Հայկին խաբել, բայց արի գոնե ես ու դու իրար հետ անկեղծ լինենք։ Հայրդ հրեշ է ու դա ոչ մի կերպ հերքել չի լինի։ Հիմա ինչ ես սպասում ինձնից, հա։ Ասենք թե հերես հրեշ է, ասենք թե մարդասպան է, մանյակ է, հորքուր, ես սրանից հետո ինչ եմ անելու, կասես։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու ամեն ինչ ճշտես ու իմանաս ինքը ով է։
Վրամ ես չեմ ուզում, որ մեր միջև լինեն կասկածներ կամ ինչ-որ անվստահություն։ Ինչ էլ որ արած լինի հայրդ, ես մեկա չեմ կարող քեզ ու Նարեին չսիրել։ Իմ վերաբերմունքը չի կարող ձեր հանդեպ փոխվել։ Ես կապ չունի լավ կամ վատ ապրել եմ, ինչ եմ եղել, բայց իմացի, որ միշտ էլ քո զանգին սպասում եմ ու կսպասեմ։ Հիմա էլ ոչինչ չեմ խոսի, ոչ մի բառ չեմ ասի։ Ուղղակի իմացի, որ քեզ ու Նարեին միշտ սպասում եմ։ Նարե, ուր ես գնում։ Գնում եմ քայլեմ։ Ոնց հասկանում արդեն լավ ես քեզ զգում, տաքություն էլ չունես։ Հա, շատ լավ եմ, սրանից լավ երբեք չեմ եղել։ Կարելի է գնամ։ Ինչ ուզում ես արա։ Նարե, սպասի։ Կիսատ բան մնաց։ Ես ինչքան էլ բարկացած լինեմ, մեկա չեմ կարող անտարբեր լինել։ Առավոտյան դեռ վատ էիր, տաքություն ունեիր։ Ուր ես այս ցրտին դուրս գալիս։ Տանը շունչս կտրվում է, չեմ կարողանում տանը մնալ։ Ուզում եմ դուրս գամ մի քիչ քայլեմ։ Բա որ մրսես ու վիճակդ բարդանա։ Իմ համար ես անհանգստանում, թե որ հարսանիքը նորից կհետաձգվի։ Այ Նարե, ինչ ասեմ, ինչ ուզում ես արա։ Մամ, կներես։ Կներես, խնդրում եմ, կներես։ Դու ինձ կներես։ Ուղղակի ինձ էլ հասկացի, մամ էլ չեմ դիմանում։ Նյարդերս արդեն տեղի են տալիս։ Ասել ես այն ինչ մտածել ես։ Չէ, իրականում ես դες չեմ մտածում։ Ես շատ լավ գիտեմ, որ դու իմ համար ես մտածում, իմ համար ես անհանգստանում։ Սենյակում էլ ինչ ասացիր, շատ լավ հասկանում եմ քեզ։ Ուղղակի ես ինձ կորցրել եմ այս քաոսային իրավիճակի մեջ։ Այդ քաոսը դու ես սարքել, Նարե։ Գիտեմ։ Բալես, ես չգիտեմ դու ինչ ես ուզում ես կյանքից։ Ինչ ես սպասում, որ լինի։ Բայց ցավոք, այս կյանքում մեր սպասելիքները իրար հետ ոչ մի կապ չունեն։ Դու չես կարող մի բան որոշել ու անել, հետո փոշմանել ու ամեն ինչ ջնջել։ Քայլեր կան, որ մի ամբողջ կյանք են որոշում ու հետադարձի ճանապարհ չեն թողնում։ Հասկանում ես, այս կյանքը դպրոցական գրատախտակ չի, որ երբ ուզես ջնջես ապրածդ։ Ամեն մի բառդ, ամեն մի քայլդ իր հետևանքն ունի։ Ես շատ եմ ուզում քեզ օգնել,
Աստված վկա։ Ամեն ինչ անում եմ, էլ չգիտեմ ինչ անեմ, Նարե։ Ախր դու էլ չգիտես ինչ ես ուզում։ Հասկացի ես ոչ Արմոհի կողմից եմ, ոչ որևէ մեկի։ Ես քո կողմից եմ, բալես, քո։ Ինչ էլ անես, ինչ էլ որոշես, ես քո կողքին եմ։ Մենակ թե խնդրում եմ, մոռացի այդ հարկին։ Ես ուղղակի չեմ կարող նույն մարդու պատճառով մի երեխա էլ կորցնել։ Ես այդ ցավին չեմ դիմանա։ Հիմա ինչ, ժամերով բան չես ասելու։ Քեզանից է կախված իրավիճակը։ Ես ինչ պետք է անեմ։ Դու ինձ պետք է միշտ աջակցես։ Ասես, որ ես միշտ ճիշտ եմ, միշտ ճիշտ եմ։ Ասես, որ դու պետք է ուրախ լինես, որ ինձ ճանաչում ես, ու միշտ իմ կողքին լինես, աջակցես։ Մնում էր հիմա այդ Ադամյանների պատճառով կռվեինք։ Ադամյանների պատճառով չի, Սոնայի համար է։ Չնայած Սոնան էլ է հիմա Ադամյան։ Սոնանը Ադամյան չի, չի եղել ու չի լինելու։ Ոյ նենց ես ասում, ոնց որ այդ Ադամյանը հոգեվիճակ է։ Ազգանուն է էլի։ Տես մի բան է։ Ինչ։ Եթե ժպտում եմ, դա չի նշանակում, որ նեղացած չեմ։ Բայց իմ համար լիքը բան է նշանակում։ Հա ինչ, ես իրոք նեղացած եմ։ Եվս մեկ անգամ ասում եմ, դու պետքա բախտավոր լինես, որ իմ հետ շփվում ես, պետքա միշտ ինձ աջակցես, ասես Լիլիթ ջան, դու շատ ճիշտ ես, միշտ ճիշտ ես։ Էլի եմ կրկնում, պիտի միշտ աջակցես։ Ինչ կա ծիծաղելու։ Դե ես չեմ ծիծաղում, ուրախանում եմ։ Եղավ մի քո տղա։ Մտածում էի կհաշտվենք, բայց դու կորցրեցիր քո շանսը։ Լիլիթ, տենց չեղավ։ Առանց էդ էլ երկար ես նեղացած մնացել։ Իսկ ես չեմ սիրում, որ ինձանից երկար նեղացած ես մնում։ Դե ուրեմն պետք է անես այն, ինչ որ ես ասում եմ։ Ինչ ես ասում։ Չէ, դու պետք է ասես կանեմ, նոր ես կասեմ ինչ եմ անում։ Հա, բայց ինչ պետք է անեմ։ Ասա կանեմ։ Չէ, ես տենց համաձայն չեմ։ Լավ կանեմ։ Հաստատ։ Հաստատ, հիմա մի հատ է խոստանա։ Հա, ապահովության համար եմ ասում։ Լիլիթ, բայց տենց արդար չի։ Արդարա։ Իսկ ես ուրիշ տարբերակ ունեմ։ Չունես։ Շատ արդար է։ Լիլիթ, խոսք եմ տալիս, որ ինչ ասում ես կանեմ։ Այ ապրես։ Գիտես ինչի համաձայնվեցի։ Որովհետև ինձ շատ ես սիրում։ Այ ապրես։ Բայց հիմա դու պետք է մի հատ բան ասես։ Լիլիթ, դժվար է այդ 3 բառը ասես։ Ես քեզ սիրում եմ։ Գիտեմ Միքո ջան, ապրես որ սիրում ես, քեզ դրա համար մեդալ։ Տես ես ստեղ տանջվում եմ, իսկ ինքը հումոր է անում։ Գիտես ինչ կա, ես ուշանում եմ, արի գնանք, հա։ Գնացինք։ Նարե վրամից նորություն ունես։ Չէ, ինչի։ Էլի նույն պատմությունն առավոտից տնից դուրս է եկել ու անհասանելի է, զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Կարող է օֆիսում է։
Դե կարա լինի, բայց ինչի անհասանելի, ուրիշ ժամանակ օրվա մեջ մի քանի անգամ զանգում է, բայց հիմա նույնիսկ զանգերից չի պատասխանում։ Ահան, էս էլ վրամը։ Մաման տանն է։ Հա, իրան ընջարանում է։ Վրամ, մի քանի անգամ զանգել եմ, ուր էիր։ Վիճել եք։ Մամ, Ջան, ոչ խանգարեցի։ չի արի։ Մամ ջան, ինչ ա եղել, լացում ես ցավդ տանում։ Չէ։ Ուղղակի մտքերով գնացի մի քանի տարի առաջ։ Կարոյս հիշեցի։ Այնքան եմ կարոտում։ Մեկ ինձ մեղադրում եմ, որ կարոս չկա, իսկ ես ապրում եմ։ Մամ, ինչ ես խոսում։ Բա ես բան արեմ։ Մենակ դուք եք ինձ ուշ տալիս։ Բայց որ տեսնում եմ իրար դեմ եք դուրս գալի, ոնց ընտանիքս մաս լինում, խելագարվում եմ։ Չգիտեմ ինչ անեմ ախր։ Կներես տղես եկել էիր, ինչ որ բան ասեիր, ես էլ ինձ ասա, ինչ էիր ասում։ Չէ, ոչ մի բան, մամ ջան։ Ուղղակի տարօրինակ էր, որ սենյակում էիր փակվել, ինձ թվաց լավ չես եկա, տեսնեմ ինչ ա եղել։ Լավ եմ բալես։ Արդեն լավ եմ։ Դու գնա, ես հեսա կգամ։ Ոչ ես։ Նարե ուզում եմ իմ համար սուրճ պատրաստեմ։ Քեզ էլ բերեմ։ Հա, ես էլ կխմեմ։ Էդ ուզում ես կարես։ Փորձում եմ սոն ամեն անգամ երբ նյարդերս տեղի են տալիս ու շատ անհանգիստ եմ, աշխատում եմ, որ գոնե մի քիչ ցրվեմ, բայց այս անգամ էսը չի օգնում։ Սոն մեզ մենակ թող։ Խանգարում եմ վրան։ Սոնա բարդ բան չեմ ասում եմ մեզ մենակ թող։ Ինչի տենց կոպիտ խոսացիր այդ աղջկա հետ, ինչ ա արել։
Իմ ու այդ աղջկա հարաբերությունները ես հետո իր հետ կպարզեմ, Նարե։ Իսկ հիմա քեզ հարց ունեմ ու հույս ունեմ, որ չես խափի։ Ասա։ Ես գիտեմ, որ քո ու Մարգարիտ Հորան հարաբերությունները նոր չէին սկսվել։ Ու մտածում եմ, որ այդ ամեն ինչի մասին դու կիմանաս։ Ինչ ա եղել։ Նարե ճիշտ է, որ քաջիկը մեռնելուց առաջ նամակ ա թողել Մարգարիտ Հորներին։ Հա։ Ինչի։ Իսկ ճիշտ է, որ առաջինը Մարգարիտ Հորները չեն գտել այդ նամակը։ Խոսա, Նարե, պատասխանի։ Հա, ճիշտ է։ Պապանա վերցրել։ Նարե, պապանա վերցրել այդ նամակը։ Հա, պապան ա վերցրել։ Ես գիտեմ, որ դու տեղյակ ես Աշոտի մահվան հանգամանքներից, դրա համար իմաստ չունի, որ քեզ խաբեմ։ Նարե, ոնց է ստացվում, որ Աշոտի սպանության, այդ անտեր նամակի ու էլի շատ բաների մասին դու տեղյակ ես, իսկ ես տեղյակ չեմ։ Ես իմանում եմ ամենավերջում ու ամենածայրահեղ իրավիճակներում այդ ամեն ինչի մասին։ Չեմ հասկանում, ինձ երեխու տեղ դրած խնայում եք, հա, թե ես այս տան անդամ չեմ։ Ինչ ես խոսում։ Ինչ եմ խոսում, Նարե, ինչ ասեմ բա, հա։ Այդքան լուրջ բաներ ա կատարվել ու կատարվում ա մինչև հիմա։ Որ մեկը տա ինձ ինչ-որ մի բան ասել, հա։ Ոչ մեկը էլ ոչ մի բան չի ասել։ Օֆիսում այդքան պայմանագրեր են կնքվում, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ու շատ պայմանագրեր էլ կան, որ մի խոսքով բոլոր պայմանագրերի տակ Արմոյի անունն ա գրած։ Բա ես, Նարե, վստահ եմ, որ պապայի մութ գործերի մասին դու ու մաման ավելի շատ եք տեղյակ, քան ես։ Այդ գիտես ինչ ա նշանակում։ Այդ նշանակում ա, որ ես այս տան մեջ զրո եմ, Նարե։ Այդքան բան։ Ես իմանում եմ ամենավերջում ու այն էլ ուրիշներից։ Ես իմ կամքից անկախ եմ իմացել։ Ու այդ իմանալուց հետո իմ կյանքը ավելի հեշտ չի դարձել։ Ինձ պապան չի ասել։ Մի րոպե, բայց դու որտեղից ես իմացել։ Ո՞վ է քեզ ասել։ Ինչի համար ա վերցրել, Նարե։ Հարցիս կպատասխանես, որտեղից ես իմացել։ Այդ նամակի մասին շատ քիչ մարդ կա, որ գիտի։ Չէ, կներես, սխալ ասեցի։ Ոչ թե ինչի համար ա վերցրել, այլ ինչի համար ա գողացել այդ նամակը, Նարե։ Պարզ չի ինչի համար։ Պարզ ա։ Էն էլ ոնց ա պարզ։ Բայց դու հարցիս չպատասխանեցիր, կասես, որտեղից ես իմացել, ով է քեզ ասել։